Պարոն նախարար, շնորհակալ եմ զեկույցի համար, մի քանի փոքր հարց ունեմ եւ մեկ դիտարկում ֆինանսների նախարարը նշեց, որ մենք 89 միջոցառում ենք իրականացնում, մենք ասելով նկատի ունեմ նախարարությունը, դուք նշեցիք 102 միջոցառում, ուզում եմ ճշգրտում անեիք ու մոտ ինչ խնդիրի առաջացել, որովհետև դրանով նաև ձևավորվում է հիմնական բյուջեն եւ շարունակելով գործընկերոջս հարցի տրամաբանությունը, որոնք կապված էին աջակցության կենտրոնների եւ այլ կենտրոնների հետ, որոնք իրականում ավելի մեծ շահառուների թիվ ունեն, բայց մենք ունենք որոշակի սահմանափակում, խոսքս շուրջօրյա խնամքի կենտրոնների մասին է, մասնավորապես հոգեկան առողջական խնդիրներ ունեցող եւ պարզապես կենսաթոշակային տարիքով պայմանավորված, վերջերս ես ձեզ 1-2 քաղաքացու հետ կապված գրություն եմ ուղարկել, որոնք կարիք ունեն հայտնվելու շուրջօրյա խնամքի կենտրոնում, բայց պատասխանում նշվել է իհարկե, որ այո, կրիտերիաներով նրանք համապատասխանում են, բայց օրինակ մեկը 160 քանի երրորդն է եւ այլն, այսինքն շատ մեծ է շահառուների թիվը ըստ խոսքը հերթի մեջ սպասող եւ լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների մասին է, մենք առաջիկայում փորձելու ենք նոր մասնաշենքեր վերանորոգել կամ նոր մասնաշենքեր կառուցել, որովհետև հասկանալի է, որ մեր կառավարության քաղաքականությանը դա դեմ է, բայց մյուս կողմից մենք ունենք հստակ շահառուների մեծ թիվ, որոնք կարիք ունեն հայտնվելու այս խնամքի կենտրոններում։ Երկրորդ հարցս վերաբերում է ուժային կառույցում աշխատող մեր քաղաքացիներին, ովքեր շահառու են բոլորովին վերջերս կառավարության կողմից հաստատված ժամկետանց վարկերի հետ կապված այս ծրագրի շահառու են հանդիսանում, բայց քանի որ աշխատավարձը չի երևում բեկում եւ բնականաբար այստեղ խնդիրներ են առաջանում, մենք 1-2 անգամ այս հարցը բարձրացրել են կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, թե այս Տիկին Բաթոյանը կցանկանայի նաև այս մասով ճշտեիք որևէ փոփոխություն կա ծրագրի մեջ, երբ ենք պատրաստում ներառել նաև ուժայիններին, որովհետև այս մասով էլ քաղաքացիների ակտիվությունը շատ է, բոլորը փորձում են օգտվել այս հնարավորությունից։ Եվ քանի որ դուք խոսեցիք արցախցիների բնակապահովման ծրագրի մասին, պարոն նախարար, ճիշտն ասած կարող է ես ուշադիր չեղա, բայց ինձ թվում է ձեր պատասխանը կորավ, որովհետև ես անդադ լարված լսում էի, որ կխնդրեմ ասեք ինչ ինտենսիվությամբ են դիմումները ընդունվում եւ ես գիտեմ, որ նաեւ գոտիավորման հետ կապված մենք դարձյալ մենք ասելով նկատի ունեմ կառավարությանը եւ նախարարությանը որոշ վերանայումներ ենք արել կապված սահմանված սակագների հետ, եթե նպատակահարմար գտնեք, կխնդրեմ նաեւ բարձրաձայնեք եւ մի հարց, մենք վերջերս հանդիպման էինք, այնտեղ էլի հարց բարձրացվեց մեկ անձից կամ երկու անձից բաղկացած ընտանիքների մասին, պարոն նախարար, բնականաբար մենք պատասխանը տվել ենք, որ դրա լուծումը սոցիալական բնակարաններն են, մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության որոշ մարզերի, որոշ շինությունների մասով մենք ունենք արդեն ընտրված տեղանք եւ կցանկանայի նաեւ իմանալ այս տարվա ընթացքում մինչեւ տարեվերջ մենք շինարարական որևէ աշխատանք կամ ադապտացում անելու ենք այս շինություններում թե ոչ եւ վերջին հարցս գուցե այդքան էլ Գուցե մի քիչ անլուրջ թվա, բայց այս հարցը ինձ իսկապես շատ մտահոգում է, խոսքը Ամերիկայի նոր վարչախմբի վարչակազմի որոշ որոշումների վերանայման մասին է, պարոն նախարար, երբ որ նախագահը օրինակ վերանայեց որոշ միջազգային կազմակերպությունների կողմից որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, ես գիտեմ, որ մենք սոցիալական ոլորտում ունենք որոշակի ծառայություններ, որոնք իրականացնում ենք պետության հետ կարծես եւ դոնոր կազմակերպությունների եւ պետության համատեղ ֆինանսավորմամբ որքանով են սրանք ազդել մեր ծառայությունների ֆինանսավորման վրա եւ արդյոք չենք ունենա խնդիր այս առումով։ Շնորհակալություն ձեր հարցերի այդպես փունջի համար աշխարհաքաղաքականից մինչև հայկական, լավ, ձեր վերջին հարցից սկսեմ, ինչ վերաբերում է խոսքը, ուրեմն USAID-ի ենթադրում եմ աջակցության ծրագրերի մասն է, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, ովքեր որ մեր հետ համագործակցում են, որոշակի ծառայություններ ենք մենք արտապատվիրակում իրենց եւ իրենք այսպես համաֆինանսավորմամբ իրականացնում էին։ Բնականաբար սա մեր ուշադրության կենտրոնում է գտնվում, որովհետեւ այն քաղաքացիներ, ովքեր որ ծառայություն են ստանում եւ հնարավոր ֆինանսավորում
ֆինանսական աղբյուրի բացակայության դեպքում չեն ստանալու այդ ծառայությունը, այդ ձեր քիչ առաջվա նշած դեպքը, երբ որ մեր խնամքի հաստատություններում կան բազմաթիվ հերթեր, հատկապես հոգեկան առողջության խնամքի հետ կապված հարցեր են, բնականաբար այս շահառուները այս կամ այն փուլում պետք է գան կրկին կառավարության դուռը եւ որպեսզի մենք կարողանանք իրենց խնամքի հաստատություններում փորձենք ծառայություններ մատուցել, որովհետեւ իրականում բավականին այսպես խոցելի վիճակում գտնվող տարբեր տեսակի ուրեմն հաշմանդամություն ունեցող անձինք են, տարբեր խնդիրներ ունեցող, որոնց համար շատ կարևոր են այդ ցերեկային հատկապես ծառայությունները, որոնք որ տարբեր հմտություններ են զարգացնում, տարբեր սոցիալ-հոգեբանական խնդիրներ են լուծում եւ այլն, եւ սա մենք հիմա քննարկում ենք բնականաբար կառավարությունում, այսինքն նաեւ ծախսագրումներն ենք կատարում հասկանալու համար, թե ինչ հարաբերակցության անհրաժեշտություն կա այդ ծախսերը հոգալու համար, մենք սա անպայման քննարկելու ենք եւ փորձելու ենք լուծումներ գտնել, այսինքն մեր գործընկերներ, հասարակական կազմակերպությունները, որոնց մասին մենք քաջատեղյակ ենք, որոնց հետ աշխատել ենք, գիտենք թե որտեղից ինչ այսպես ֆինանսական աղբյուրներ են ստանում, իրենցից ստացել ենք հայտեր, ուսումնասիրում ենք առաջիկայում դրա վերաբերյալ կունենանք լուծումներ, որոշումներ կամ մենք կոմունիկացնենք մեր գործընկերներին, բայց մեր համար շատ կարևոր հարց է, որ անպայման ֆինանսական այդ բացի արդյունքում չունենան խնդիրներ հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները։ Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների համար շենքերի վերանորոգումներին, ուրեմն մենք բավականին այսպես աշխատանքներ արդեն կատարել ենք Հրազդանի, Արտաշատի եւ Վանաձորի այն նախանշված շենքերում վերանորոգումներ իրականացնելու համար դեռ որոշակի այսպես բյուրոկրատական խնդիրներ կան, նաև քաղաքաշինական խնդիրներ կան, որ մենք հիմա փորձում ենք այս կարգավորել եւ անցնել արդեն ուրեմն վերանորոգումներին, օրինակ Հրազդանի մասով արդեն նախագծման փուլում ենք եւ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ սա իրականացնում ենք, ավելի այսպես առաջ ընկած է ձեր շատ սիրելի, մեր շատ սիրելի Հրազդանում գտնվող այդ ուրեմն շենքը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծրագրերի հետ կապված մենք մշտապես կապի մեջ ենք, գիտեք, որ տարբեր ֆորմատներ կա, որ աշխատում են եւ վերջերս նաեւ փորձագիտական խմբերի հետ ենք սկսել աշխատանք իրականացնել, տեսեք, ներկայումս մշակման փուլում է գտնվում եւ մի որոշման նախագիծ, օրինակ, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրի դիմաց եւ մերժված այն դիմումատուները, որոնք որ տարբեր բազաներում իրենց տվյալները չկա, դրա համար մենք ստեղծում ենք միջգերատեսչական հանձնաժողով, բայց սա վերաբերելի է միայն բնակարանային աջակցության ծրագրերին, այլ ոչ թե 100,000 կամ 50,000 դրամ, սա բնակարանային աջակցության ծրագրերին, որովհետև տարբեր հանգամանքներ կան, որոնք որ չեն արտացոլվել իրենց տվյալները գոյություն ունեցող այն բազաներում, որոնց որ մենք աջակցություն ենք տրամադրել, այսինքն պետք է անհատական որոշումներ իրականացնել։ Կամ մենք գիտենք, որ ունենք դեպքեր, երբ որ ստացել են բնակարանի կառուցման համար սերտիֆիկատ եւ այնտեղ դրական մնացորդ է մնացել, եւ դրական մնացորդի օգտագործման նոր ընթացակարգի, այսպես հնարավորություն ենք սահմանելու, ինչպես նաև քննարկում ենք հիմա առաջիկայում բոլոր թիրախային խմբերին տալ հնարավորություն, որպեսզի նրանք գիտեք, որ մենք այնտեղ փուլերով պետք է բնակարանների սերտիֆիկատները ձեռքբերման տրամադրենք, բայց հիմա հաշվի առնելով նաև այսպես ուրեմն ցածր դիմելության մակարդակը մենք բացենք այդ հնարավորությունն կտանք եւ մյուսը օրինակ այստեղ մենք ունենք շահառու դառնալու հնարավորություն ենք նաև ուրեմն ընձեռելու դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան, եթե ընտանիքն առանց դիմում հայտարարություն ներկայացնում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, սա էլ է
եղել այսպես մեր այդ փորձագիտական խմբերի հետ աշխատանքի պահանջ կամ ծրագրի պայմանները խախտած անձանց հասանելի գումարի չափով հնարավորություն են ընձեռելու վճարել վարկի ամսական ուրեմն մարումները հավաստագրի իրացման ժամանակ շահառուներին ընձեռելու են հնարավորություն օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից եւս, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին, ելի կան մի շարք թեմաներ, որոնք որ մենք հիմա քննարկում ենք եւ առաջիկայում դրա մասին առիթ կունենանք ուրեմն խոսելու եւ ներկայացնելու։ Ձեր մյուս հարցը անհուսալի վարկառուների հետ կապված։ Եթե ուշադիր եք եղել, մենք նախորդ կառավարության նիստում դա հաստատել ենք, բայց ինչն էր պատճառը։ Պատճառը անվտանգ ինֆորմացիայի փոխանակման խողովակների բացակայությունն էր եղել, որով որ այդ որ ձեր նշած որ ասում եք որ ՊԿ տվյալները չէր տեսնում, հիմա մենք մշակել ենք համատեղ ոչ միայն ուրեմն Պաշտպանության նախարարության, այլ նաև ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ այն դիմումները, որոնք որ մենք ստացել ենք, այդ դիմումները արդեն մենք կուսումնասիրենք եւ այսպես ավտոմատ հաստատումները կգնա, այսինքն կարող են մեր քաղաքացիները անհոգ լինել, իրենք այժմ արդեն կարգավորումը կա, կարողանան կառավարության որոշմամբ հաստատվեց, կարողանան դառնալ շահառու մեր այս ծրագրի։ Այո, դուք ճիշտ եք, որ մեր հաստատություններում ունենք խնդիրներ հերթացուցակների հետ կապված, բայց այստեղ նաև պետք է մենք հասկանանք նաև խնդրի էությունը, հաճախ լինում են դեպքեր, երբ որ խնդիրը ոչ թե խնամքի մեջ, այլ հոգեբուժական ծառայության որ պետք է առողջապահական, այո, պետք է դրան էլ ուշադրություն դարձնել, բայց մյուս կողմից մենք չենք կարող անընդհատ հաստատություններ մեծացնել, դուծումը մեծ ծառայություններն ավելի մեծացնել է, որպեսզի ընտանիքներում այդ ուրեմն աջակցության կամ ցերեկային կենտրոններով կրկին սա եթե դուք նայեք նախորդի ստատիստիկան, թե ինչ թվով մարդիկ էին ստանում ցերեկային կենտրոններում աջակցություններ, հասարակական կազմակերպությունների արտապատվիրակմամբ, թվերը անընդհատ մեծանում են, բայց կրկին նոր ծառայությունների ընդլայնման համար մենք պետք է ֆինանսատնտեսական մեր հնարավորությունները հաշվի առնելով գնալ, մեր լավագույն ցանկությունն է, որ այդ ծառայությունները շատ լինեն, մեծ լինեն եւ կանխարգելիչ ծառայություններ ունենան, որպեսզի կարիք չլինի այդ հաստատություններում ունենալ ուրեմն այդ մարդկանց խնամք ապահովելու համար։ Շնորհակալ եմ պարոն նախարար այս կարևոր տեղեկության համար եւ մի փոքր էլ հարց տամ, դարձյալ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, տեսեք քաղաքացիների ընդունելության ժամանակ, նաեւ անձնական նամակներով եւ տարբեր հանդիպումների ժամանակ քիչ չեն դեպքերը, երբ որ այդ տեղահանության օրերին քաղաքացիները չեն կարողացել իրենց հետ վերցնել կարևոր փաստաթղթեր, որոնք պետք են այս կամ այն ծառայության մեջ ընդգրկվելու համար կամ շահառու դառնալու համար կամ պարզապես իրենց ընտանեկան փաստաթղթերը կարգավորելու համար։ Ես ձեզ հարց ուղեցի ամիսներ առաջ, օրինակ Արցախի տեղեկատվական շտաբում, երբ որոշ տվյալներ կարող էին բացակայել, դուք ասացիք, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվում, օրինակ եզակի կամ առանձնակի դեպքերը արդեն հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթ տեղափոխելու նպատակով ուզում եի հասկանալ, այս որոշումը ուժի մեջ է, թե այլ ֆորմատում եք որոշել հարցերը քննել, որտեղ վերջերս նորից քաղաքացիների ընդունելություն են կարել եւ ելի խնդիրներ կան, օրինակ մասնավորապես կենսաթոշակի անցնելու համար շատ կարեւոր փաստաթուղթ բացակայում է Արցախի տեղեկատվական շտաբում տվյալները չկան, բայց մարդիկ կան, գոյություն ունեն, աշխատել են եւ օրինակ կենսաթոշակը շնորհակալություն Տիկին Ստեփանյան, այդպես Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ կան, ովքեր որ աշխատել են, գիտեն, բայց պետք են փաստեր։ Եվ Հայաստանի Հանրապետությունում շատ մարդիկ չեն կարողանում գտնել այդ փաստերը, որպեսզի կենսաթոշակ նշանակող մասնագետները կարողանան հավաստիացվել, որ իրականում աշխատել են եւ պետք է ցավոք սրտի մեր երկրում թվայնացված այսպես բազաներ չենք ունեցել նախկինում եւ հիմա էլ օրինակ նույն արխիվը եւ այլն դրա համար այդպես ժամանակ է պահանջվում այն դեպքերը որոնք որ հնարավոր է ապացուցելի է այս կամ այն կերպ միասնական սոցիալական ծառայությունը բնականաբար այդ մասով որոշում կայացնում է իսկ հանձնաժողովը եթե կվերաբերի հարցերը փաստաթղթերի հետ կապված հարցերը բնակարանի շահառու դառնալու հետ կապված կկարողանան քննարկել բայց այդ հանձնաժողովը չի կարող քննարկել այլ տեսակի փաստաթղթերի բացակայություն
բացակայության կամ ծառայությունների ծոփ։ Եթե այդ փաստաթղթերի հետ կապված խնդիրը առնչվում է իր բնակարանի ծրագրի շահառու դառնալու հետ, ապա այդ հանձնաժողովը միջգերատեսչական կկարողանա ուսումնասիրել եւ լուծում առաջարկել։